Աղբերյանի Էփրիկոտ հյուրանոցում ավարտվեց Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆայևի ու գործարարների միջև հանդիպումը։ Հանդիպման ավարտին Ավտոշարասյան վերջին շարքում նկատեցինք գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող Rolls-Royce-ը, մյուս բոլոր մեքենաները պետական էին, պետական համարանիշներով 10-ից ավելի ավտոմեքենաներ կային, իսկ այս ամբողջ գործընթացին հանդիպմանը հետևել մենք չէինք կարող, որովհետև հյուրանոցից մոտ 500 մետր ներքև ճանապարհը փակել էին եւ առաջանալ մեզ թույլ չէին տալիս եւ միայն հանդիպման ավարտին կարողացանք բարձրանալ այս հատված, նաեւ մենք լրագրողներով շրջեցինք հյուրանոցի տարածքով ու կարծես գտանք հենց այն վայրը, որտեղ էլ անցկացվում էր հանդիպումը, այդ կոնֆերանս դահլիճը, այնտեղ արդեն աթոռներն էին դասավորում հանդիպումից հետո։ Վերջերս էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը տեղեկացրել էր, որ ադրբեջանական կողմը հայտ է ներկայացրել ու ցանկություն ունի Հայաստանից փայլատիթեղ ներկրել, իսկ ավելի վաղ էլ նաև այլ ապրանքների մասին էր խոսել, մասնավորապես ֆերոմոլիբդենի, կենդանիների, մրգի, բանջարեղենի, տարբեր խմիչքների ու տեքստիլ արտադրանքի։ Կա այդպիսի ապրանք, կոնկրետ հայտ եղել է եւ կոնկրետ հետաքրքրություն է եղել փայլատիթեղի նկատմամբ եւ կոնկրետ կոդի փայլատիթեղի համար ադրբեջանական կողմը խնդրել է կոնկրետ գին եւ մեր արտադրողը տվել է, այսինքն ամենաերկար բանակցությունը, որ գնացել է, այսինքն ցանկերը փոխանակվելուց հետո դա եղել է, որ այսինչ հաստության փայլատիթեղը մեզ հետաքրքրում է։ Թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել իմ հետևում գտնվող հյուրանոցում, այս պահին հայտնի չէ, պաշտոնական տեղեկատվություն դեռ չի հրապարակվել։ Սամվել Ալեքսանյանը գիտենք, որ զբաղվում է տեքստիլ արտադրանքով, նաև խմիչքների ոլորտում ներկայություն ունի։ Այս պահի դրությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև առևտրաշրջանառության սալդոն գրեթե 100%-ով Ադրբեջանի օգտին է, Հայաստանը բենզին է ներկրում հարևան երկրից։ Իդեպ հանդիպմանը մասնակցում էր նաև ազգային ժողովի իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Խաչատուր Սուքասյանի ընտանիքին պատկանող Ranoil ընկերության ներկայացուցիչը, Ադրբեջանից բենզին է ներկրում նաև հենց այս ընկերությունը։ Եվ բառացիորեն օրեր առաջ ադրբեջանական վիճակագրության մեջ 30 տարի անց առաջին անգամ Հայաստանից մատակարարված ապրանք երևաց, սակայն ինչպես հետագայում պարզվեց, խոսքը հոլանդական վարդերի մասին է, որը ոչ թե հենց Հայաստանից է Ադրբեջանն անցել, այլ անմիջապես Հոլանդիայից ներկրվել Ադրբեջան ու խոսքը $1000 էլ չհասնող ծաղիկների մասին է, այնինչ Հայաստանն Ադրբեջանից արդեն շուրջ $5 միլիոն ապրանք է ներկրել։